Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Ապացուցված է, որ երբ ինչ-որ մեկին ձեռի հետ ուզում ես նավս կպնի, դա կոչվում է նավսյակի։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում Armenian Evening հաղորդաշարն է։ 5 շաբթի երեկոյան 22:30 ինչպես միշտ մենք ուղիղ եթերում ենք, եւ իհարկե դուք անհամբեր սպասում եք, թե ով է լինելու այսօրվա մեր հյուրը։ Ասեմ շատ յուրահատուկ, շատ հետաքրքիր հյուր ենք ունենալու այսօր եւ կարծում եմ իհարկե շատ հետաքրքիր զրույց կունենանք։ Այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք անում դուք այս պայն, նստած դիտում եք մեզ, ինչ ենք անում մենք այս պայն ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք վնասակար սովորություններ, ունեք կախվածություն եւ ցանկանում եք ձերբազատվել, ապա անհապաղ պետք է դիմել 911 Detox Center, որովհետեւ մասնագետներ, ովքեր այստեղ աշխատում են, շատ եւ շատ մարդկանց օգնել են, վերադարձրել են լիարժեք կյանքի, այնպես որ եթե կա խնդիրը լուծված է 911 Detox Center-ի հետ։ Հեռախոսահամարն է 409 900911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որտեղ դուք մի հրաշալի լավ ժամանակ կարող եք անցկացնել, որովհետև այստեղ սա պարզապես հյուրանոցային համալիր չէ, սա առողջարան է։ Լողավազաներ տաքանքային ջրով, հարմարավետ համարներ, մի խոսքով այն ամեն ինչ հարկավոր է լիարժեք լավ հանգիստ անցկացնելու համար, այնպես որ եթե ունեք հանգստյան օրեր, մտածում եք լավ ուր գնանք, որպեսզի լավ հանգիստ տնական այսպես լավ ժամանակ անցկացնենք, ապա իհարկե Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր եւ հեռախոսահամարն է 760 329 6033։ Շնորհակալություն մեր գործընկերին եւ շատ արագ ընթերցեմ այսօրվա նորությունները եւ այնուհետեւ արդեն սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Գիտնականները պնդում են, որ հազարավոր ծովային թռչուններ են մահանում Եվրոպայի ափերի մոտ։ Գիտնականները այս երևույթը անվանում են աղետ եւ պնդում են, որ եթե Եվրոպան ծտերին վիզա տա, նրանք ափերի մոտ չեն սատկի։ Ռոբոտները սովորել են կարդալ մարդու ուղեղի ազդանշանները եւ անմիջապես ուղղել սխալները, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ երբ ռոբոտները փորձում են սովորել կարդալ կնոջ ուղեղի ազդանշանները, դա արդեն բերում է խնդրի։ Ոնց կարդում են, վերջում ռոբոտները սխալ են դուրս գալիս։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք կմիանանք մի քանի վայրկյանից եւ սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է մի մարդ, ում այսպես ներկայացնելու շատ կարիք չկա, որովհետև նրան բոլորը սիրում են եւ ճանաչում են։ Ստեփան Փարթամյան, Ստեփան ջան, բարի երեկո։ Բարի լույս։ Շնորհակալ եմ քեզ հրավերքս չմերժելու համար եւ այսօրվա երեկոն միասին անցկացնելու։ Եվ որ կգանչեն, եւ թող։ Սիրով։ Ստեփան ջան, մենք իհարկե այսօր կխոսենք շատ թեմաների շուրջ, բայց ես ուզում եմ միանգամից խոսենք սպասվող համերգի մասին, որը դուք կազմակերպում ես, ես գիտեմ, որ կազմակերպում ես երկրորդ անգամ, որովհետեւ անցյալ տարի նույնպես հրաշալի։ 2 տարի առաջ։ 2 տարի։ Երկու արդեն անցավ 2 տարի։
Gata Band մի հրաշալի խումբ, մի քիչ ավելի մանրամասն պատմի երբ է լինելու, ոնց ինչ, որպեսզի նաև մեր հեռուստադիտողները նույնպես իմանան։ Ընդհանրապես մարդիկ գիտեն, որ ես միշտ շատ քննադատական ձևով կմոտենամ Լոս Անջելեսի բոլոր համերգներին, քանի որ ինչ որ Հայաստանին հասնում է մեզի այստեղ, անգերձորեն աղբից ավելի վատ է։ Հայկական մշակութային առումով կարող է երկիչը երկչուհին կարողություն ունի, բայց ոչ մի հայկական ոչ կա իրեն մեջ։ Մեր ավանդական, մեր անինչ որ մերն է եւ մոդենալով ներկա իրավիճակի նորացեվություններով։ Ուրեմն 2 տարի առաջ է որ առաջին անգամ Gata Band-ը եկավ, արդեն 2 տարի անցավ, հիմա նորից եմ հրավիրած իրենց։ Ուրեմն ապրիլի 16-ին 5 շաբթի երեկոյան եւ ոչ թե շաբաթ կամ գիրագի, քանի որ շաբաթ եւ գիրագի օրերը մեր մեծ քաղտոջախի մեծ երկիչներուն համար է, իսկ անինչ որ հայկական է 5 շաբթի օրերի համար է, Պացադինայի Փարեգորզականի Վաչե եւ Թամար Մանուկյան արվեստի գետրոնի մեջ է դեղի ունենա եւ բարձրապես մի 2 ժամվա ինչպես որ 2 տարի առաջ առանց կենալու մարտիկ կբարեին իսկական հայկական բար կբարեին եւ ոչ թե արաբական եւ թուրքական եւ բարսկական երաժշտության դագատ գոնքի շարժումները կատարեին նույն իրավիճակով մեկ անգամ եւս այսինքն մենք քիչ ենք միայն մեզ հայեն ասողների համար է, քանի որ ես միշտ համարում եմ, որ այդ նախատասությունը ոչ թե երկրակունթի 8.5 բիլիոն մարդկանց մեջի 8 միլիոն հայերի համար է, այլ 8 միլիոն հայերի մեջի 800, ժամանակին 500 գսե, հիմա քիչ մոռացածի թիվը 800 իսկական հայերի համար է։ Ես քեզ հետ համամիտ եմ, որովհետև ինքս իհարկե պատու ներկա գտնվեցի այդ համերգին 2 տարի առաջ եւ իրոք դահլիճը այսպես մի, չգիտեմ, մի մթնոլորտ էր, իսկ իրոք հայկական մթնոլորտ էր։ Պարը մի խոսքով եւ իհարկե ջեն ողջուններ եմ Անդրանիկ Սարգսակին իհարկե Gata Band սիրով սպասում ենք, բայց երեկոյան ժամը չասեցիր։ Երեկոյան ժամը 7-ին։ Երեկոյան ժամը 7-ին, որ վերջանանք ժամը 9-ին եւ ես Իմ բոլոր ցերնակներս, եթե ասում եմ 7-ին, 7-ին գսկե, եթե ներսը 1 հոգի նստած է կամ 500 հոգի նստած է, դարբերություն չներ ինձի, մարդիկ միշտ կսեն, սպասե, թող մարդիկ քալեն, ասում եմ, իրենք թող իմանային, որ 7-ին ներս պետք է լային։ Եվ սխալ է, որ այդ մարդը, որ ներսը նստած է, իրեն անհարկես, քանի ինքը քեզի հարկած է եւ ուղիղ 7-ին առաջ սրա եղած է, սխալ է, որ իրեն անհարկես, քանի որ որոշ մարդիկ, որ իրենք քեզի չեն հարկում եւ ժամանակին չեն գալիս։ Ոստի ուղիղ ժամը 7-ին համերգը կսկսի։ Կնալալ որ 1 րոպե անտենը լա, քանի ժամացույցները։ Հա դե ոչ է 1 րոպե։ Հա չէ, ես իրոք քեզ հետ համամիտ եմ, որովհետեւ ես օրինակ չեմ կարող հասկանալ, ինչի պետքա հրավերք է, հա, տվյալ պրոգրամ համերգա ժամը 7-ին, բայց պետքա գալ 7-ից 1-ա 7-ին չի սկսվելու։ Այ դա պետքա քիչ-քիչ այդ տենդենսը կոտրել եւ իրոք հասկանալ, որ եթե ժամին այլ պետքա ժամին սկսվի։ Այսինքն պետք չէ գալ 7-ին, պետքա գալ 6-ից, որ 7-ին սկսվի։ Դժբախտաբար մեր ասկի մտածելակերպը եւ ապրելակերպը եւ որ գրթված ասկ չես ուրեմն բիդի սկսես ընթորնագել կամ եթե անցյալում փամություններ հիմա մի քիչ փամ ունես բիդի սկսես թունքեզի ավելի կարեւոր համարես իհարկե եթե ոչ հայկական միջավայրի բիդերտանն է վազելով գերտան բայց եւ որ հայը հային ցերնարգին ներկա բիտ գտնվի գիտենք արդեն գեժ ժամուշ բիդի սկսի իմ բարակային 7 ասում եմ 7-ին Դե դա ոչ միայն համերգի ընդհանրապես ցանկացած միջոցառում է եւ այլ գիտեն որ անպայման պետք է ուշ սկսի եկեք հայ ես այնուամենայնիվ գտնում եմ եկեք այնպես անենք որ իրոք գանք նրան որ եթե ինչ որ ժամի գալիս են եկեք ժամին գանք որ այն մարդիկ ովքեր ժամին գալիս են իրանք չասեն զարմացած սպասեն իրոք նրանք էլ եկել են ժամին շատ լավ Եվ Ստեփան ջան, խոսենք իհարկե քիչ ուշ կրկին համերգի մասին։ Հիմա ուզում եմ մի քիչ ավելի խոսենք առասրակագործունեության մասին։ Կգանք մեր օրերին, որովհետև ես գիտեմ, որ շատ հրաշալի ցուցահանդեսներ է կազմակերպում արդեն վերջի 3 տարվա ընթացքում, բայց արի մի քիչ հետ գանք։ Ես ուզում եմ մի քիչ խոսենք այն անցյալի մասին, ինչ սկսվել։ Նախ եւ առաջ պրոֆեսիոնալ կրթությունը ես իմացա որ այստեղ կա փաստորեն Northridge-ի, հա, եթե չեմ սխալվում, Northridge-ին Radio TV Film Department-ին ռադիո հենց ռադիո թե ինքը անունը Radio TV Film է։ Այսինքն թե կինոյի եւ թե հեռադեսիլի եւ թե ռադիոյի
մասնաճյուղ է ինքը, որ ես իմ մասնակցությունս ֆեմատրությունն է, որ մաքուր հայերենով ասում են ռեժիսոր։ Ահա, այսինքն նա որպես ռեժիսոր ես դու ավարտել, ես թե հերադեսիլի եւ թե շարժաբատկերի փեմատրիչ եմ։ Փեմատրում եմ ես փեմը, բայց նրանից ես միակ բաժարը որ կացի ադիդրոս առնելու, քանի որ ես գիտեմ որ հայերը միշտ մանավանդ հայաստանցիները առաջին հարցումը ինչ կրթություն ունես, քանի իմ ծրագիրները 30 տարվա ընթացքին որ շատ բաների մասին եմ խոսում, միշտ ինձ գսեն որ ինչ կրթություն ունես, որ ինչ իրավունքով ասնույթի մասին խոսես, քանի որ սովետական միության մեջը արգելված էր եթե մեկը այդ կրթությունը ադոր մասին խոսի։ Իսկ ես համարում եմ, որ ցանկի փորձառությունը եւ դրամապանությունը անիչ որ Հայաստանի մեջ կբացի։ Հայաստանի մեջ դրամապանություն չի գա։ Ցանկի փորձառությունը շատ ավելի կարեւոր է։ Ուրեմն ես նախքան համալսարան երթալս արդեն նկարահանում, համատրում, որ ասում են մաքուր հայերենով մոնտաժել, ապա մոնտաժել եւ մոնտաժել, բայց մաքուր հայերենը սա բավական լավ է։ Ցայնային ռեժիսոր, լուսային ռեժիսոր, ամեն ինչ անում էի։ Հնչյունային ռեժիսոր, այսպես ասենք, ձայնը չէ։ Հնչյունային ռեժիսոր, այո, պետք է ուշադիր լամ այս բառերին։ Բայց բարձրապես սկացի, որ ադիդրոսը ստանա, 86 թվականին էր, որ ադիդրոսը ստացա, բայց իմ հետաքրքրությունս միշտ եղած է հայկական։ Այսինքն հոլիվուդյան երազանքը ինձ համար երբեք կարևոր չի եղած։ Ինձ համար երկրակունքը հայկական է, իմ գործունեություններս հայկական են։ Եվ շատեր գիտեն որ ես ինչ կանեմ բայց մյուս կողմեն մարդիկ որ իմ ծրագիրներու ընթացքին ինձի դեսած են եւ ասած են քրեհիկ արդայություններ անգիրտ բաներ գսե գարձեմ 30 տարի յետք եթե մարդիկ նային իմ ասածներս աղոթներ էին եւ այսօր ինչ որ Հայաստանեն դուրս կուքագոր լրիվ հայոյանքներ են լրիվ աղբեր են իքական սերի արագան սերի արդայությունները սոցցանցերի վրա գտեսնես այդ բոլորը YouTube-ի վրա գտեսնես այդ բոլորը եւ դարձած է կարծես չափանիշ եւ շատեր գալիս են ինձ ասում են որ թունը սկսար անոնց դեմ մի խոսիր հիմա դու ես սկսես հիմքը դու ես դրել բայց ես երբեք հայոյան չէի հայոյում ես շնորհքին պատասխան էի տալիս բայց քանի որ հայերը չեն ընդունիր քննադատություն եթե մեկը ինձ ասի որ ինչ է քո մասնակցությունը ես կգամ գենցաղային քննադատ եմ ես նայում եմ գենցաղին տեսնում եմ անինչ որ բերք է քննադատվի եւ դրա մասին արդահայտվում եմ բայց ես ուղղակի ուզում եմ հասկանալ տվյալ պարագայում իդեպ ես ուզում եմ նշել որ երբ դու ասեցիր սովետական միության օրոք դե կար որ պետքա դիպլոմ ունենալ այսինքն պետք է դե այդպես էր որ հա պետքա դիպլոմ ունենալ դե հիմա մի քիչ տենդենսը փոխվել է այնուամենայնիվ ուղղակի այդ դա ես չեմ հասկանում այսինքն ինչ կապ ունի կրթությունը եւ հաղորդում վարելը այսինքն եթե տվյալ պարագայում կրթություն չունենայր կամ նու լիներ օրինակ չգիտեմ այլ մի կրթություն ուներ այսինքն դու չէի կարող մի բան հիշեցի թիմացը գնայի Եգոր ուրեմն գնամսել որ 30 տարի առաջ պետք է կամ 25 տարի առաջ պետք է լա Վարդան Աղաջանյանը եւ ես նստած էինք այդտեղ իհարկե նա բարող է գազմով ամեն ինչով շիդագ է ես սովորական ուրեմն ես քիչ ավելի լղկած նստած էի ասենք մեկը զանգարեց Սավ անշնորհք թուն որ ելնում ես խոսում ես նայե քովի եւ դասարտը ինչ շիդակ կեցած է թուն ինչու ադան նստած ես եւ գիշեմ անգրտությունները մեգա անեգա որ ոդկա սանեցի սեղանի վրա ընտրի եւ ասի որ նա բարացույց է բարող է ես հասարակ մարդ եմ ես պետքություն չունիմ անպայման շիդակ կենալու որ ապացուցեմ որ ես հաղորդավար եմ ուրեմն մտածելակերպի դարբերություններ կա բայց այդ իմ անշնորհքությունս որ ոդկա սեղանին վրա ընտրի այն ժամանակ եւ լուսանկարով այսին հերադեսիլի վրա այդպես երևցավ մարդիկ ասեցին անգիրտի մեկն է Ստեփանը իսկ այսօրվա հայոյանքները գանայք որ գնեն Հայաստան հերադեսիլի այսին սոցցանցերի վրա որ ավելի ազատություն կա անընդունելի է իմենս շատ լավ ընդունելի է հա դե չէ դե գիտես դա երևի հա այն ժամանակ որոշակի առումով իհարկե դա դե բնականաբար ինքը չէր ընդունվի նույն երևի լավ այսպես ասեմ ամեն դեպս որոշակի առումով շոկային էր հա հետո հա բայց իմ ծրագիրը սա փոփոխություն էր հա բայց հիմա իրոք դու շատ անգլերենով ասում ենք a shock therapy for Armenian identity այսինքն հայի ինքնության այդ ահազանգն է դալիս ես որ գփավեր մենք մեզի գարձենք որ մենք փամ մնենք խորքի մեջ մենք ոչինչ ենք այո ունենք մարդիկ որ փամ մնեն իրենց парքը չի գնար
հասարակ մարդը իր վրան ամենը, քանի որ նա հայ է, ես հայ եմ։ Ինչու նույնը չեն անում, որ նա ոչրակորձ է, նա քող է, հայերը չեն գնա չեն ասում, որ նա քող է, ես քող եմ, հայ եմ, ադորամար։ Այս քննադատություններս որ կանեի կամ ինչի եմ ակտեր գնեմ, հայ ասկը վարժ չէ քննադատության։ Եվ ադիգա օրինակ կուդամ օրինակի համար հայկական երաժշտական մրցադրություններին։ 25 տարի առաջ որ սկսանք առաջինը Լոս Անջելեսի մեջ մրցում էր։ Ցանասկավարակներ պետք է դրամատրվեր, 5 հատ գզադվեր, այդ 5 հատը գերտար Հայաստանի մասնակիցները, սպիրկեն մասնակիցներ, որ մտիկ կնեին եւ կքննադատեին, թիվ գուդային եւ վերջը մեկ հոգի գշահեր։ Եւ հետաքրքրականորեն սպիրկահայերը կընդունեին ադիրավիճակը, բայց Հայաստանի երկիչները, երկչուհիները չէին ընդուներ։ Եվ այդպես դարձավ, որ ահա վասիկ վերջին 10-15 տարվա ով որ Հայաստանեն գուկա մրցումի կմասնակցի, ամենայն կբարգեւադրվի։ Սա մեր ամենադհաճ իրավիճակն է հայասկին։ Եվ ժողովուրդը կընդունի այդ, քանի ժողովուրդն ինքը ոչխար է։ Գադարողը ոչխար է, ժողովուրդը ոչխար է, ոչխարներով առաջ ենք գնում։ Գիտես, լավ, հիմա արի խոսեցիր իդեպ երաժշտության մասին, ես ուզում եմ մի քիչ խոսենք, կար մի ստուդիա, հա, Գառնի երաժշտական ստուդիայի մասն է խոսքը 1990 թվականից։ Դա այսինքն ինչ է, դու ստեղծեցիր այդ ստուդիան։ Նայեցեք, այո, ես եւ որ բանի թեմ խոսիմ, անպայման պետք է Շիրակը ներկայացնեմ։ Ես հայ չեմ, հայը ընդհանրապես կխոսի կորզման չի գադարեր։ Եվ շատ լավ մարդիկ գիտեմ, որ իմ կյանքի ընթացքին որչափ բարդկերուդակ մտածեմ, բարձրապես իմ խոսքս փաստելու որ Շիրակ է։ 90-ական թվականներուն ես կհրընկալվեի դարբեր ծրագիրներուն եւ կբացատրեի հայոց երաժշտության մասին եւ այլն, մարդիկ կսիրեին, չէին սիրեր, բայց ամեն անգամ որ ասեմ, որ աշխուհական արվեստը հայկական չէ։ Եկած է մեզի արաբական հաշեք այդ ոճից։ Սայատնովայի երաժշտությունը մարդը ինքը ասում է գադարեցեք բարսկական, հավեսի, շիրազի այս չափանիշների մեջ, ինչպես մենք կգնանք եւ գսենք հայկական է։ Մենք գսենք հայկական է, քանի ինչպես որ այսօր մենք ասում ենք Շահ Ազնավուրը հայկական մշակույթի դվյալ ունի։ Ես շատ լավ գիշեմ իմ ծրագրերից մեջ եւ որ ասեմ որ Ազնավուրը հայկական մշակույթի մեջ ոչ մի դվյալ ունի, մարդիկ զայրանում էին։ Քանի որ հայմը օդարի մեջ ընդունված է անպայման հայ եւ միշտ կսեի Ազնավուրը որ ֆրանսիայում մամա գերք է, հայ մոր համար չէ, ֆրանսացի մոր համար է։ Ուրեմն այդ դարիներուն ցայնասկավարակի ընկերությունը ստեղծեցի, որ փաստեմ, որ հայկականը գա, բայց դուք չեք սիրում հայկականը, քանի որ դուք ցեր արունները խառնված է։ Եվ 60-ի ավելի ցայնասկավարակ հրադարագած եմ եւ դարբեր եւ դա սարտ ստեղծագործողներու այդ ժամանակ Հովանես Շահբազյան, Գագիկ Բադալյան, Արաքսիա Գարաբեդյան, Դուդուգահավների խումբը Ռուփեն Հարությունյան, Winds of Passion-ը 4 ցայնասկավարակ հրադարագած եմ, հայկական բարերը, հայկական հոգևոր երաժշտություն Գոմիդաս, Բադարակ 4 դուդուկներով, այն ժամանակ Հայաստանի մեջ 4 դուդուկով մեկը կորդ չեր անել։ Մենք էինք առաջիններերին եւ հիմա գավթեն դարձած է սովորություն։ Ուրեմն այդ դարիներին երաժշտություններ եւ ես կարդատրեի համերգներ գտնեի, իհարկե վնաս, քանի որ հայը ինքնուրույն կարողություն ունի որոշելու հայկական մշակութային դվյալի եւ տալու։ Բայց եթե ջաշը լա մշակութային ջաշը լա, հայը ինքնուրույն ամեն ինչ կնա որոշի։ Իսկ իսկական մշակույթի համար մեկում պետք է ասե, որ երթան։ Իսկ ուրիշ խոչընդոտ մեգարած դարիներուն Հայաստանին շատ մարդ եկած չէր։ Եվ սպիրկի իրավիճակը այդպեսին է, որ անհատը չի գնալ մշակույթ ներկայացնել, պետք է գազագերբությունները ներկայացնեն։ Հիմա ասկա վստահ եմ, որ հայաստանցի հատվածը Լոս Անջելեսի չեն հասկանար, ինչի մասին խոսիմ։ Այսինքն, եթե անհատը կորց գնեգոր, ասկին փողերը կկողնագոր, իսկ եթե գազագերբությունը գնեգոր, օրինակի համար համասկային, թեքեյան, նոր սերունդ, հայկական բարեգործական ընդհանուր միություն, հայ օգնության միություն, այսի ամբողջ խավերից, եթե իրենք են գադարում եւ քեզանից փող են առնում, ապրես։ Բայց եթե Ստեփան Պարտամյանը այդ փոլորին գադարածեն ավելի շատ է գադարում եւ փող է գործընծնում, քանի որ իրենք չեն ուզեն ներկա գտնվել, ուրեմն Ստեփանը վատ կորձ կգադարի։
մեր ասկի դժբախտությունը անիգա է որ շիդակ գադարողին չենք գիտեր քննադել, սխալ գադարողին կքննադենք, քանի որ կամ ինքը փող ունի, կամ ինքը ներկայացած է իբր մասնակետ, բայց բոլոր մասնակետներն կպատկանին մի թվրոցի մը ուղղությունը դված է իրենց։ Երաշտական գրթություն չունեմ, բայց իմ արդացրած ցայնասկավարակները բոլորը հայկական են։ Ստեփան ջան, տես, ես ուղղակի լսում եմ քեզ, իհարկե դա քո կարծիքն է, բայց ասածս ինչա, հիմա դու քննադատում ես եւ դու ասում ես, որ այսպես չեն ընդունում քննադատություն։ Հիմա բայց այլ մարդիկ ունենում են այլ կարծիք, հիմա նրանք էլ են քննադատում քեզ, հա, քո տվյալ պարագայում, այն ինչ որ դու ես կարծում։ Բադավոն, այսինքն իրենք էլ այդ կարծիքն են ունենում։ Հիմա գուցե տես, ես այստեղ չեմ դնում ճիշտ սխալի հարցը, բայց գուցե նրանք են ճիշտ դու սխալ։ Ոչ, գիտես ինչու։ Քանի նրանք աս 30-35 տարի, ես 45 տարի Ամերիկա եմ, 30 տարվա լավ կորձունեություն ունիմ։ 30 տարվա մեջ նրանք իրենց կարծիքը 4-5 անգամ փոխած են։ Իսկ ես 1982 թվական Glendale College-ի որ վիդեոն կա, մեջի ինչ որ ասեր եմ, մինչև հիմա ասում եմ եւ մինչև հիմա փաստված է որ իմ ասածը շիդագ էր։ Քանի որ գարիկ չունես որ երաշտակետ լաս, գարիկ ունես որ ագան չունենաս եւ հայ լինես։ Քանի հայկական երաշտությունը եւ որ նվակվի թուն գսկաս։ Եվ մի քիչ եթե ամեն դարբեր մշակույթներուն ծանոթ ես եւ որ հայ այսօրվա երկիչը երկում է լատինական ոճի մեջ, երկում է բարսկական, թրքական, ազերիական, արդեն պիտի իմանաս որ ադիգա քոնը չէ։ Այսօր որ հայ երկիչը գսկսի գամած երկելու եւ հանգարձակի գբորա գարձես հետույքը փամը մտածե, նա հայկական ոճ չէ։ Նա արաբական, բարսկական, թրքական, քանի որ ամենը արաբներեն արած են ադամը, նրանց ոճն է։ Եվ մեր մշակույթի մեջ ադիգա գոյություն չունի։ Մեր մշակույթը երկը գերքե Ուրիշներու մշակույթի մեջ երկը գզրան։ Երկը պիտի երկես։ Եվ այսօր օրից օր Հայաստանի անկախացումից հետո շատ ավելի աղբ է հասնում Սփյուռք Հայաստանից, քան թե որակավոր։ Չեմ ասել որ չի գա Հայաստանի մեջը։ Գա։ Եվ այդ է պատճառը որ ես նրանց եմ բերում։ Այս եկող դարվա ընթացքին բազմաթիվ համերգներ բիդելան։ Գաթա բենդը առաջինն է, Գաթիլ բենդը Վիկեն Հոսեփյանը, որ ինքը Նամրուտ անունով խումբ ուներ, որ հայկական ֆոլք ժողովրդական, ոչ թե ժողովրդական, այլ իսկական հայկականը քերչկական ներգադարեր, դրան դեսավ որ մեկը չի կնադեր իրեն, քանի որ ինքը Բարսելոնա ավրած է 10 տարի եւ լավ ֆլամենգո երկեր, ուրեմն ստեղծեց ֆլամենգո արմենո հասկացողությունը եւ ժողովուրդը ադեն սիրում։ Բայց ես իրեն եւ որ հասցնում եմ այստեղ, նա ինքանուն պիչի գադարե, նա պիտ գադարե հայկական քերչկականը որ մերն է։ Եվ այսօր ո՞ր է մեկ հայ, որ ասե որ ուրիշները մեզ մեկ կողծած են, մենք հիմա իրենց մեկ անենք որ գսխալին։ Եվ այսօրվա հայկական ժողովրդական երգը Դիկրան Ասադրյանին, Արամ Ասադրյան, Արմեն Ջիգեն, Տաթև Ասադրյան, Արկադի Դումիկյան, անուններ եմ դալիս, ես ո՞ր մեկից բոլորը թրքական են, բոլորը բարսկական են, բոլորը ադրբեջանական են։ Տես, բայց հիմա դա դուք կարծիքը հայտնում ես։ Քիդական ծևով եմ ասում։ Բայց այստեղ կարևորը շատ օրինակ նաև լսել իրենց կարծիքը։ Գուցե իրենք կարող է ապացուցեն հակառակը։ Իրենք շատ լավ, չէ, իրենք չեն գնար ապացուցել, քանի որ իրենց կողծած երկերու իսկականը գոյություն ունի։ Ադրբեջանականը գոյություն ունի, թուրքականը գոյություն ունի, որ իրենց մեջ 10-20 տարի առաջ մարդիկ երկած են։ Շատ բարի, բայց կարող է նա է գողացած եղել միջև դա։ Չէ, չի գնարելա։ Քանի որ նայեցեք, մենք հայերս ո՞ր մեկ ժամանակ երկիմը հեղինակին անունը չենք գրել։ Ընդհանրապես երկիչին անունը գլա երաշտությունը, քանի կողծված է։ Իսկ թուրքը լալով, ազերին ազերի լալով, փանաստեղծության հեղինակի անունը եւ երաշտության հեղինակի անունը գրված է այդտեղ։ Երկու դարբեր մարդիկ են եւ իրենց չափանիշնի երաշտությունը լեզումն է, որ դարբեր միջավայրերի մեջ դարբեր չափանիշներ ունի։ Ուրեմն չենք կնարսել, որ երաշտությունը ասկություն չունի, երաշտությունը հոյագավ ասկություն ունի։ Եվ մեր առավելությունը այն է, որ մերը շատ ավելի քաղցր է։ Թերևս ուրիշին համար աչափ քաղցր չէ, բայց մենք միշտ հբարդանում ենք, չէ, ասում ենք, եւ որ հայը գադարեց ասինչ բանը, ասինչին ավ չէ, որ նրանք ամենը հոգեվոր
բավարարություն մեզ ստացան։ Բայց եւ որ այսօրվա հայը գադարե օդարին աչև, ասում եմ ախպերս մենք այդ երկը արդեն լսեինք։ Ուրեմն այդ դարիներուն երաժշտություններ։ Ներկայիս թեգուզ որ երաժշտությունը գա, բայց քեղարվեստի Գետրոմը բացի Armenian Art Center Գլենդելի մեջ, որտեղ նպատակը այն է որ ամեն ուրբաթ երեկոյան մի եւ դասարդ մի ստեղծագործողի գդավների ցուցահանդեսելա։ Քանի որ եթե մենք չներկայացնենք, չստեղծագործենք, մենք չենք գնար առաջ երթալ։ Ուրեմն ներկայիս 2015-ին հետո ավելի գետրոնացած եմ, չեմ արդատրում երաժշտական բաներ, բզիկ համերգներ եմ անում 100 հոգինոց, 150 հոգինոց եւ ամեն մարդ իրավունք չունի այդ համերգներուն գալու։ Ես ինձ համար կարևոր չէ 5000 հոգինոց համերգասրահ անեմ փող աշխատելու համար։ Ես վնասը գնեմ, մարդիկ հբարդ են որ Վեգաս կերտան փողը ծախսեն, ես չունեմ այդ կարողությունը, բայց ունեմ այդ կարողությունը որ համերգ կնեմ 5000, 10000 դոլար գործընծնեմ։ Եվ իմ հաբարդությունս լավ։ Շատ լավ։ Դե մենք հենց խոսենք այսօր երգերի մասին, նաև կլսենք որոշ երգեր։ Ես հիմա ուզում եմ խոսենք մի քիչ այլ ճյուղի մասին, որը մոտ 3 տարի արդեն դու ցուցադրություն, հա, ինչի մասին է խոսքը, արդեն դու պրոդյուսերություն ես անում տարբեր տեսակի ցուցահանդեսներ, չէ։ Ես ուզում եմ հային ցուցադրել, որ մենք մի անտեստամոքսային մշակույթ ենք։ Մենք այսօր Գլենդել քաղաքը գտնամասել որ հարյուրավոր ստամոքսային մշակույթի գետրոններ կան, ջաշարաններ։ Եվ ամեն տարի նոր ջաշարանը կբացվի, քանի որ հային կարողությունը միջազգային չափանիշին է, մշակույթը չէ։ Մենք այսօր մի հատ վախենում ենք մշակույթ ներկայացնում ենք որ 1000 տարի առաջվա, 500 տարի առաջվա մշակույթ, բայց չէ որ մեր ազգը ստեղծագործող ազգ է։ Ուրեմն ես նոր փարմը ստեղծեցի, ես փարը ստեղծող տղամն եմ, թեկուզ որ հայերենս լավ չէ, մշակույթարան Ջաշարանի փոխարեն մշակույթարան։ Դերմը որտուն ամեն օր գերտաս եւ մշակույթի դվյալը գունենաս։ Եվ դարբեր ժամանակներ տասախոսություններ, քիրքի ներկայացում, շարժաբատկերի, վավերագրական շարժաբատկերի ներկայացում եւ ասոնք ամենը ծրի գլա։ Ցուցադրությունները ծրի են։ Եվ դա սարտիմը որ դեսնեմ կորձերը լավ են, կամ նույնիսկ տարեց մարդ որ չէ երած մինչև ակցուցանտես, բայց հոյակապ կորձ ունի, ասում եմ եգուր ներկայացնենք։ Կարելի է ծախվի, չի ծախվի, ասեմ հետաքրքրված չեմ ես ծախելով։ Եվ հետաքրքրական է իմ գետրոնը փանալեսի հետ արդեն 5 հատ նոր նույնանման, բայց ավելի գալերի հասկացողության, պատկերասրահ, ցուցասրահ դեղ բացված են, եւ ինձ մարդիկ կսեն Ստեփան մտահոգ չես, ասում եմ չէ, նրանք բացում են որ փող աշխատեն։ Ես բացած եմ որ փող ծախսեմ։ Եվ ադո համար հովանավորներու գտիմեմ։ Դարբեր հովանավորներուն գտինեմ $1000, $500, $2000, իրենք կհատկացնեն եւ ես կկարողանամ Այսինքն յուրաքանչյուրը կարող է դիմել եւ իր այսպես ցույց։ Այո, յուրաքանչյուրը դիմել եւ եթե կորձի չափանիշներն ական, չէ, պետք է լավ կորձը լա։ Եթե լա երկու ծևեր գանելու։ Մեկ անիկա որ ես եմ արդատրում ցուցահանդեսը, մյուս անիկա որ ինքը վարձ կգվճարե այդ 3 օրվա եւ ինքը գանե։ Բայց պետք է նախորոք իմանամ որ արժանի է կամ ոչ։ Եվ ես ամոթ չունիմ որ մեկուն երեսին ասեմ որ կորձերը լավ չեն։ Այսինքն այդ անշնորհքությունը դարիներով ինձ այված է։ Ուրեմն ջաշարանները շատ են։ Տես էլի այստեղ, հա, ես հիմա կպատմես, ու այդտես դու արդեն հիմա քո տեսանկյունից ասեցիր, որ դա լավը չի։ Այո, լավը չի։ Բայց ինքը կարող է այլ տեսանկյունից, այսինքն տվյալ պարագայում, դա ես ուզում եմ հասկանամ չափանիշը որոշելու։ Լավ, այս պարագայում չափանիշը կորոշվի փորձառություններեն, չափանիշը կորոշվի հայերեն բառը մորցա tradition տրադիցիա չէ սովորություններից եթե հայ քերչկական երաժշտությունը որ շատ գեղեցիկ է որ այսօր ոյ մեկ երկ ադորնոմ չնմանիր եթե քեզի եկած է ադիգա 1000 տարի են 300 տարի 400 տարի նախքան որ ստրուկ դարձանք այդ ժամանակ վնե որ եկած է մեզի չի գնալ պատկանել ուրիշին, քանի ուրիշ մեկ այդպես չի գդարում։ Ուրեմն նա է չափանիշը։ Իսկ մեր դժբախտությունը անիկա է որ օրինակ համար եթե այսօր ես ասեմ որ հայաստանյան հայոց լեզվի ուղղակրությունը աղբ է այսօրվանը սովետական այդ որ միշտ կսենք սովետականը, քան թե մեստրոբյան ուղղակրությունը, շատ մարդիկ պիտի ասեն որ չէ, սխալ է, ադիգա շիդագ է։ Բայց իրենք արդյոք
Բաժարը գիտեն ինչու այդ ուղղակրությունը եղած է։ Գիտական առումով չի եղած։ Սովետական միության ժամանակ որոշվեցավ, որ Թուրսի հայը եւ ներսի հայը պետք է զանազանվի իրար մե։ Եվ այդ ուղղակրությունը եղավ եւ ադոր համար օրինակի համար 75 տարի 100 տարի հետ այսօր Ամերիկայի մեջ ասում են YAN or IAN։ Եվ մենք հբարդանում ենք YAN, no, IAN, ամեն մեկը իր հբարդության չափանիշ ունի։ Բայց այդ ժամանակ այդ բաժարով ըրած էին։ Եվ դարիներու ընթացքին եւ որ այսօր մեկը 80 տարի այդ ուղղակրությամբ մեծած է, հիմա դժվար է որ փոխեին զինքը։ Այսինքն սովորությունը իրեն գտարցնե որ էսե որ իմը շիդագ է, քանի եթե նույնիսկ ինքը որ ընդունի որ սխալ է, պետք է ամբողջ իր գրթությունը փոխվի։ Այսօր ամբողջ համագարկը պետք է փոխվի եւ ես միշտ կադակ կնեմ։ Ասում եմ պատկանելություն, այդ եջ այբնունը կամ հի այբնունը, եջ այբնունը պատկանելություն է։ Անգլերենի մեջ IAN-ը իմաստ ունի։ I'm a Canadian, I am Armenian։ Բայց երբ որ YAN-ով քրես իրեն ոչ մի իմաստ չունի։ Բայց մարդիկ դեռ բնթում են որ չէ, ես YAN-ով պետք է ելամ։ Լավ, հիմա կրկին վերադառնանք մշակույթարանիդ, հա, փաստորեն իսկ որքան ծանրաբեռնված է, որքան քանի արդեն 3 տարի, հա, փաստորեն, որքան ցուցահանդեսներ են եղել։ Աս նոր դեղը որ ունեմ որ ավելի ընդարձակ է եւ մարդիկ ասում են որ քաղաքաբեդարանը իրեն դվավ, չէ։ Ես ամիսը $6000 ծախս ունիմ այդտեղ։ Ոյ մեկը որ կգարձե որ ծրի ստացած եմ, Տրամը գրգեցեք որ ամիս $6000, եթե փամը չանեմ այդտեղ, իսկ եթե փամը անեմ, մինչև 7-10 գելն է ամիսը։ Ես իմ հբարդությամբ ուրիշ տեղ աշխատեմ, որ եկամուտ կունենամ, որ ընկերներու գտիմ եմ, բարտի գտիմ եմ, գտեմ։ Ուրեմն առաջին տարին 70 ցերնարգ եմ ըրած 2024 թվականին եւ քրքույկ նա ունեմ 70 ցերնարգ եմ ըրած այդտեղ, իսկ մեր հայկական բոլոր գազագերբությունները, որ միլիոնավոր դոլարներ ունեն իրենց տրամադոններում մեջ եւ ասում են ապահով տրամներ են ոնք չեն կնալ անցեր մխելի են չեն գեջ 3-4 հատ ցերնար գրած են եւ հետո սպասում են որ հայոց մշակույթը պիտի հարաշտիմե մենք անցյալի հիմա շադրի մենք գոմիդասով ես գոմիդասով շատ ուրախ եմ բայց գոմիդասի գադարածը բահել 1000 տարի մենք չենք կնար հարաշտիմել գերցա բացադրել ինչու քանի որ ժամանակները կփոխվին միջոցները կփոխվին, կզարգանան։ Գոմիդասի հավաքածը գմնասավնել եւ ոչ թե նմանացնել իրեն բորդաբարի երաշտության, այլ իր խայտների չափանիշները ցկել, բայց վրան ավելցնել այսօրվա ինչ որ երդասարտները գսիրեն այդ ցայնային ավելի նոր թվային հնչյունները եւ ստեղծագործել։ Մենք այսօր չենք ստեղծագործում։ Մենք ձյուլ ասք ենք դարձած։ Մենք այսօր գնտորինակ ենք։ Եվ դարյունակորեն չեն գա ընդունիլ որ ասե որ գնտորինակ ենք բնթենք որ այդպես է իմ աղջիկը իմ թորնիկը օրինակի համար գոմիդասի այդ երկը մդիկվիտ չն է բայց իմ աղջիկը իմ թորնիկը իրենց ժամանակաշրջանի երաշտական հավելյալ դվյալներու եւ հայկական քեղճական երաշտությունը որ գոմիդասը հավաքած է այլ ուրիշ մարդիկ հավաքած են նրանց ներկայացված ցևը իրենք կընդունին ըստիված իրենք կմոդենան հայկականին բայց այսօր ամեն մարդ հայկականեն գերանա, քանի որ իրեն ճաշակին չէ։ Միջազգային առումով օրինակի համար ես խնդրում եմ մի կնա, սուպեր սակո, չէ՞։ Հայկական չի ադիգա, բայց քանի որ եթե երկրակունքի վրա 70 միլիոն, 80 միլիոն մարդ մտի գրած է եւ հայերուն թիվը 8 միլիոն է եւ իրաք ճուր հայ եթե 3 անգամ մտի գրած են, չի գնար 70-80 միլիոնի հասնին։ Նա արևելյան չափանիշով երաշտություն սիրողների համար է եւ նրանք են որ մտիկ կնեն որ ինչպես որ այդ երկի համբավը եղավ թուրք երկիչը որ գադարեց եւ մարդիկը թուրքերս կսա մտիկ գնել եւ մենք հայերը գորախանանք որ օդարները հայկական մտիկ կնեն հայկական մտիկ չեն ներգոր իրենք մտիկ կնեն իրենց ասկայինը իրենց համար բանը մոդիգը իսկ մենք հայկականը եւ որ ես մտիկ կնեմ, քանի որ ես հայն եմ, ես օդարը չեմ։ Հայկականը մտիկ կնեմ եւ ոչ հայկականը մտիկ կնեմ, վարգանական ես կնամ զանազանել իրեն, եւ երաշտական գրթություն չունիմ։ Եվ պետքություն չունիմ երաշտական գրթություն ունենալու, քանի որ իմ արույնս կգան չէ հայկականը, իսկ իմ արույնը գհերքե, գմերժե, գվադապանե ոչ հայկականը հայկականի մեջ։ Ադեսել չէ որ ես օդար երաշտություն մտիկ չեմ մներ։
ես Լոս Անջելեսի մեջ օդար երաժշտություն դարաձողը եղած եմ։ Եվ մարդիկ ինձի հավանած են, քանի որ ես հայկականը կներկայացնեի։ Հոլիվուդ բոլեն մինչև ամենաբզդիկ 100 հոգինոց դահլիճը։ Շատ լավ։ Դե հիմա Ստեփան ջան, մի փոքրիկ այսպես մի քիչ ավելի թեթև անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին, հիմա որոշ երգեր ենք լսելու։ Եվ քեզի վարգանական գսեմ, adică հայկական է կամ հայկական չէ։ Չէ, հիմա նայ, մենք բառերն ենք լսելու։ Այկեք խնդրեմ արդեն էլ չնայենք ինքը ինչ երգ։ Չեմ կարող։ Հա, լավ կլս։ Եթե մեկը քո ասկդ կփռնա բարեգոր։ Շատ լավ։ Կարող ես մեկ կողմ գնաս ասենք որ հաջելի երևույթ է։ Դու երկերը չես լսել, բայց արդեն խոսում։ Գիտեմ, քանի որ չգա, երկ չգա այսօր հայկական, այլ գա ընթորնագված երգեր։ Խնդրեմ, սկսենք։ Հիմա մենք 3 հատ երգ ենք լսելու, փոքրիկ հատվածներ։ Ընդհատվելու է բառերը, ես քեզ 4 տարբերակ ասելու եմ, որից ճիշտ ընտրենք, լավ։ Ասա։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, Ստեփան Պարթամյանի հետ միասին անցնում ենք մեր հաղորդման երկրորդ էջին եւ խնդրեմ առաջին երգի հատվածը լսենք։ Որը շատ ուրախ երգում է եւ պարում իսկ ես նստած լճի ափին կարոտով քեզ եմ սպասում դերով գիտեմ դու գտած այս տակ բարի օրով եւ ես կապեմ այս աշխարհում միայն քեզ աննով սկսվում են տաք օրերը ամառն է մոտենում իսկ ես նստած լճի ափին Բայց գիտես ինքը նայ Հարվածային պապսա Չէ, pop չի ասի, աս հարվածայինը աշխանացի հрьяաներու երաժշտությունն է, որ մենք ընթորնագում ենք։ Շարունակե, բարերը, էսի։ Դե սկսում են տաքորերը ամառն է մոտենում, իսկ ես նստած լճի ափին եւ շարունակությունը։ Քո մասին եմ միշտ հիշում առաջին տարբերակը, երկրորդը քո մասին եմ մտածում երկրորդ տարբերակը, երրորդը քեզ հիշում եմ լճանում երրորդ տարբերակը եւ չորրորդը տաք շորերս եմ հանում։ Քո մասին եմ միշտ հիշում, քո մասին եմ մտածում, քեզ հիշում եմ լճանում եւ տաք շորերս եմ հանում։ Այս 4 տարբերակից մեկը ճիշտ է։ Դկեդությամբ արտահայտվեմ, որ երկրորդը քո մասին եմ մտածում։ Այո։ Իսկ քո մասին եմ միշտ հիշում ոչ։ Կարելի է մեկն այլ, քանի որ վանգերը կփռնե իրարու։ Դե տես սկսվում են տաքորերը, ամառն է մոտենում, իսկ ես նստած լճի ափին քո մասին եմ մտածում կամ հիշում։ Երկու նույն վանգերն են։ Քո մասին եմ միշտ հիշում, առաջինը, երկրորդը քո մասին եմ մտածում։ Այնտեղ մեկ վանգ բագաս է։ Հա, ստե հա այս մեկը։ Ուրեմն նայեցեք այս նոր երգերը մարդիկ Այս նոր երգեր չի ասեմ քեզ։ Նոր չի։ 10 տարվա է։ Դե նոր, հա 15 տարի նոր են, նոր են, հա, դե հա 50 չի, 60 չի։ Այդ որ նա հիմա մորցա որ առաջին վանգերը քանի սկսվում են տաքորերը, ամառն է մոտենում, իսկ ես նստած լճի ափին, քո մասին եմ միշտ հիշում առաջինը, քո մասին եմ մտածում երկրորդը, առաջինը։ Քո մասին եմ միշտ հիշում։ Այո։ Հա, փոխեցի միտքդ։ Այո, քանի որ երկարցա վանգը սկիզբները երկար էին։ Բայց սկզբից ասում էր քո մասին եմ մտածում։ Կարևոր է հիմա երկու նաբուշ բարեր են, սո մեկը աբուշությունից բայց չէ բարի բառ են, ինչի Ստեփան, քո մասին եմ միշտ հիշում, քո մասին եմ մտածում, ված բառեր չեն։ Մեկը հիշում է, մեկը մտածում է, այտենց է փիզ բառեր չի։ Այ ուրիշ տակ շորերս եմ հանում, արդեն որոշակի օր բերում այն ինչ-որ փիզ բաներ։ Չէ, վերջին երրորդը եւ չորրորդը մոռացի։ Առաջին երկուքի միջև է։ Դե քո մասին եմ միշտ հիշում, քո մասին եմ մտածում։ Այսինքն ված բառեր չեն, ված բաներ չեն։ Բայց երկի ֆանով եւ 10 նեգա, այսինքն ես ագանչով առաջին սկսվում են տաքորերը, ամառն է մոտենում, իսկ ես նստած լճի ափին, քո մասին եմ մտածում։ Դա ընտրեցի։ Հիմա փոխեցի, բայց միջև է ասում էր քո մասին եմ միշտ մտածում։ Չէ, հիշում կամ մտածում։ Դու սկզբից ասում էր քո մասին եմ մտածում։ Այո։ Հետո փոխեցիր քո մասին եմ միշտ հիշում։ Այո։ Չէ, բայց վանգը չի փռներ գոր։ Երկրորդը։ Քո մասին եմ մտածում։ Այո։ Դեռ երկու երգեր ունենք։ Օշիլագեի առաջինը։ Լսա առաջինը։ Չէ, հիմա լսելու ենք։ Չէ, լսելու ենք։ Երկու հատ երգ ունենք այստեղ սպարտվենք։ Սկսվում են տաքորերը ամառն է մոտենում, իսկ ես նստած լճի ափին քո մասին եմ մտածում։ Այս տարբերակ ընտրեց Ստեփանը, լսենք ճիշտ է դա թե ոչ եւ անցնենք երկրորդ երգին, խնդրեմ։ Տաքորերը ամառն է մոտենում իսկ ես նստած լճի ափին քո մասին եմ մտածում
Քանի վանգերը կփռնի իրար։ Ադեսակ ես երկը չեմ գիտեր, բայց դու ճիշտ ասեցիր, բրավո, 1-0։ Դեն բայց մի անգամից դու լավ զգացի, չիտքան վատ բառեր չի որ ճիշտ ասեցի։ Նայ, ես միշտ ասում եմ, որ Գոմիդաս Վարդապետը եթե սովետական միության ժամանակ ապրեր, ռաբիս երաժշտության թագավորը գլալ, քանի որ ինքը ժողովրդեն հավաքեց, բայց այդ ժամանակվա ժողովուրդը ավելի շատ կրթված է, քան թե սովետական կամ ոչ սովետական, այսինքն Թուրքիա։ Մի թույլ մի քիչ չհամաձայնվել սովետական ժամանակ կրթվածության հետ ժողովրդի։ Շարունակենք, երկը շարունակենք։ Եթե կրթված լայնն է, աստվիճակի մեջ չէին գլար։ Լավ։ Ադագա։ Երկրորդ, բայց մենք անցել արդեն 91-35 տարի անցել է։ Ավելի վատ, 35 Երանի Հայաստանը չանգախանա, որ ես էշությունները չի տեսնեի։ Ինչ որ է, անցնենք առաջ։ 1-0 հաղթում է Ստեփանը, լսենք երկրորդ երկի հատվածը կընտրեմ։ Տես ես մի անգամից համաձայն եմ, տես այդ մոտիվներ կար։ Գսկաս քո արույնը արդեն քո մեջդ քեզ գսե որ ալգա թուրքերեն է։ Թուրքերը որ արաբներեն արած են, հայերեն չեն արած։ Թուրքերը եւ որ հասան եւ Հայաստան աշխարհը գրավեցին, հայերը դարձուցին ստրուկներ։ Իրենք հայերեն չարին բորդաբարի երաշտությունը։ Քանի որ իրենց մի առաջ արաբները մեզի իշխեցին 300 տարի։ Մենք ադոմազին չենք խոսի, որ մամենդական աթարցանք, ամեն ինչ ա եղավ։ Լավ, հիմա մենք համենտեպս անցնենք։ Անցի երաշտության, այո։ Ախ, ինչպես ես գնամ հերու, որ քեզ չտեսնեմ, այնքան հերու եւ որ քեզ չհիշեմ առաջին տարբերակը, որ քեզ չլսեմ երկրորդ տարբերակը, այնքան հերու մոտավորապես Glendale-ին Long Beach Եղավ։ Իր համար դա հերուն եւ այնքան հերու ասա որ չես ուզում գնամ այսպես 3-ը եւ 4-ը թափ է էլի թափեցին թափեն հիմա առաջին եւ որ երկրորդը քեզ չհիշեմ որ քեզ չլսեմ սկիզբը շատ բովանդակալից է ես կրկնեմ ախ ինչպես ես գնամ հերու որ քեզ չտեսնեմ այնքան հերու որ քեզ չհիշեմ որ քեզ չլսեմ այստեղ ամեն ինչ հիշեմ լսեմը չէ քանի որ դեսնելը գար դեսողության հետ ու հիշողություն գուկա ես քեզ գտեսնեմ հիմա աստեղեն ելեմ քեզ չլսեմ չես խոսիր որ ես քեզ դեսնում եմ Անանք չէ որ տունիմ հետս խոսեցար ես քեզ Այսպես շատ ասես մոտեցար լավ որ քեզ չլսեմ չէ որ քեզ չհիշեմ որ քեզ չհիշեմ այս տարբերակը ընտրեց Ստեփանը ճիշտ է դա թե ոչ լսենք եւ անցնենք առաջ Եսա Թեգուզ որ երկը աբուշություն է Երկերի մասնագետ է դե մարդը երկել է արի տենց Հա բայց չի չորակարավոր է չորակարավոր Հիմա գանակ իրենց գոնքերը գշարժեն Չէ հիմա դե համենայն դեպս գիտես որոշակի առումով ես քննադատություն ընդունում եմ ես սիրում եմ եւ որ ինձ քննադա ես քննադա բայց այնուամենայնիվ գտնում եմ որ յուրաքանչյուր մարդ ինչ որ մի բան անում է դա անում է եւ իմ կարող է մեր դուրը չգա Բայց չորակավոր, չպիտակավոր ենք։ Չէ, նայ ասանք երեք, քո զավակդ իմ զավակս իրենց համար ասիկա հայկական է։ Եվ որ 30 տարի գանցնի աս ոճում մեջը, տակ ադիգա որ գդարեն, բորդաբարը գդարեն, իրենց համար հայ ասկի ամենաբադվավոր դվյալը գլա բորդաբարող, Փարի լույս։ Երրորդ երկու արդեն դու հաղթել ես, ասեմ քեզ 2-0, պարզապես ինչ հաշվով, չէ, նա տեսնենք որ հաշվով։ Խնդրեմ երրորդ երկի հատվածը լսենք միասին։ Տեսնեմ եմ ես սիրուն աղջկա, այդ օրվանից աչքիս քուչի գա, անքուր եմ գողացել իր շուրթերից, խոստացել եմ հանդիպել նորից, արի ու տուրից կոպաչիկը, Արի ու տուրինց քո պաչիկը Այո Ախ չէ որ դու ես իմ սիրած հարսիկը Ախ չէ որ դու ես իմ սիրած աղջիկը Ախ չէ որ դու ես իմ սիրած խաչիկը
Եվ հաճի որ դուս իմ սիրած վաչիկը։ Ուրեմն 3-ը եւ 4-ը գտապենք կոր։ Խելի խաչիկն ու վաչիկը դուրս մնացին։ Խաչիկներ վաչիկներ ջան, աղջիկներ եւ հարսիկներ։ Հարսիկը եւ աղջիկը։ Աղջիկը եւ հարսիկը։ Սկիզբի Արի ու տուր ինձ քո պաչիկը, աղջե որ դու ես իմ սիրած հարսիկը կամ աղջիկը։ Այնտեղ պաչիկի հետ է գնում, էլի բանը, պաչիկը, հարսիկը կամ աղջիկը։ Հարսիկը չի գնարել լալ։ Բայց քանի որ հարսիկը չի կարող պաչիկ տալ։ Չէ։ Եվ որ դղամարդը իր թիմացինին հարսի չափանիշով է մոդենում, ավելի դարբեր հարկանք մեկա, քան թե որ աղջիկը որ իրեն այդ ժամանակ բիդ անցկացնի եւ բաչիկը բիդարնի։ Բարի լույս։ Աղջիկը ընտրեց տարբերակը Ստեփանը, լսենք ճիշտ է դա թե ոչ եւ տեսնենք վերջ։ Խնդրեմ։ Արիու տուրիս քո պաչիկը, աղջե որ դու ես իմ սիրած աղջիկը։ 3-0։ Բրավո։ 3-0 ջաջախիչ հաշիվ եւ տրամաբանորեն ճիշտ գտնված տարբերակ։ Քանի որ եւ որ սկացումներով մոդենաս բանի շատ սխալներ կգադարես։ Եվ որ դրամապանությամբ կմոդենաս ուղիղ ընդրությունը գնես եւ ասիկա ես նայած մարտիկ կամուսնանան սկացումների հիմքի վրա ես քեզ սիրեցի եւ ընդհանրապես միշտ սխալ է ադիգա քանի որ սերը գելլե գիշնա կփոխվի բայց դրամապանությունը հարաբերություն կստեղծի Հա բայց պատպես սկզբից սիրում են հա հետո գուցե բայց չէ սերը նայ այսօր ես քեզի շատ եմ սիրում վաղ քեզի քիչ եմ սիրում մարդ արարածը կփոխվի մարդը չի գնալ մեկ հոգի սիրել կյանքի մեջը ահա Ինչ որ է, սա զանգայ որ լավ մենք երկար կարող ենք խոսենք, շատ լավ, Ստեփան ջան, եւ մինչ ավարտը թույլ տուր եւս մեկ անգամ ես սիրելի հեռուստադիտողներ ուզում եմ եւս մեկ անգամ նշել եւ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, շնորհակալություն հայտնել աջակցության համար Armenian Evening նախագծի ովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, օգնում եւ վերադարձնում է լիարժեք կյանքի։ Եթե կա վնասակար սովորություններ, կա կախվածություն, ապա 911 Detox Center-ի հետ այդ խնդրը լուծված է։ Հեռախոսահամարը 409 91111։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որտեղ դուք լիարժեք լավ հանգիստ ժամանակ կարող եք անցկացնել, եթե ունեք հանգստյան օրեր, ապա ամրագրեք տեղերը, գնացեք եւ վայելեք առողջարան մեկ վայրում, լողավազաններ տաքանքային ջրով, հարմարավետ համարներ, մի խոսքով ամեն ինչ հարկավոր է լավ հանգստի համար։ Հեռախոսահամար 760 329 6033։ Եվ եւս մեկ մինչ հաղորդման ավարտը Ստեփան ջան, եւս մեկ անգամ արի հիշեցնենք սպասվող համերգի մասին ապրիլի 16-ին 5 շաբթի երեկոյան ժամը 7-ին 5 շաբթի երեկոյան 7-ին Պասադենայի Վաչե եւ Թամար Մանուկյան AGBU համերգասրահի մեջ Gata Band-ն է նորեն 2 տարի առաջ հոսեին նորեն եկան որ այդ Գրնամսել որ թերևս շատ մարդիկ ասեն որ նրանք հայկական չեն իրենց կատարածն հայկական չեն ինչպես որ ասի այդ մարդիկ չգան Չէ թողքան որ քիտնան որ ինչպես հայկական գլա Չէ մարդիկ կան որ այդպես ագասեն քանի իրենց համար ուրիշն է հայկականը մեր ասկի դժբախտությունն անիգա որ մենք շատ չափանիշները ստեղծած են քանի որ ես միշտ կսեմ հայաստանցին գսե ես գիտեմ սպիրկայը գսե ես երկու հատ հաշթագներ եմ հայաստանցին համար միշտ ասում եմ հայաստանցին գսե #ես գիտեմ սպիրկային գսե #իմ տրամով ես օրինակ համար #ծև տրամով ամեն գործունեություններս կկատարեմ մարդիկ կան գսեն նա քրդական է նա ասինչական է բայց արմատներ կան եւ խաղիկներ կան, չափանիշներ կան, որ կարող ես առնես, բահբանես այդ չափանիշը հայկականը եւ մոդեցնես ուրիշ բանիմը եւ լիարժեք ներկայացնես ադիգա իբր հայկական, քանի որ հայկականը դիրաբեդում է այդ բոլորի մեջը։ Դժբախտաբար այսօրվա ստեղծագործողները զույլ են, գնթորնակ են եւ խաչիկը, բաչիկը, մաչիկը ամենը կողքովի տենելով գտարնա երկ։ Եվ հետաքրքրական անիգա է որ այդ խաչկը վաչկը ես եմ մցրել, այդ բառերը չկար մեջ ընտրակ։ Բայց չէ, այդ չափանիշով են անի։ Բայց օրինակ համար այսօր թունգի հիշես 40-ական թվականների 50-ական թվական 60-ական թվականի երկերի բարերը, բայց
25 թվականի երկերի բարերը միայն թե այս տարի գհիշվի, քալդարի գմորացի։ Քանի որ մենք երկու հեղափոխությունների գարիք ունենք։ Մեկը սերային հեղափոխությունն է, sexual revolution, մյուսը cultural, մշակութային հեղափոխությունն է։ Մինչև որ այս երկու հատը չի կոյանան, մեր ազգը չի գնար հարաշ դիմել եւ արդեն իր մահկանացուն բացահայտորեն հայտնի է մենք ամեն 10 տարին նոր ներքախտ կունենանք Ամերիկա եւ ոչ թե թեպի Հայաստան, քանի որ իրականչուր 10 տարին Հայաստանի վիճակը ավելի վատ է գնում, քան թե լավ։ Դե արի համենայն դեպս լինենք լավատես Ստեփան ջան եւ չի կարելի լավատես լինել եւ աչքել ոնց ասում չի կարելի, բայց պետք է լինել։ Հա, բայց եւ որ տեսնում ես որ վատ է գնում արդեն։ Հասկանալի է, բայց մենք պետք է փորձենք լինել լավատես եւ փորձենք լավը ստեղծել։ Մենք պետք է գադարենք։ Ոչ թե լավատես լինենք, այլ պետք է ստեղծագործենք։ Մենք պետք է եւ ինչպես կլարի գա, եւ որ թուն ստեղծագործողին նյութական չափանիշով կգնահատես եւ ոչ թե փարոյական։ Մենք միշտ գալիս ենք ասում ենք, ապրես, ինչ լավ բան ես անում, բայց թեգուզ $100 չենք դրամա, չենք ուզում $5։ $100 չենք դրամատրում այդ ստեղծագործողին, ասելով որ ցուցանտեսներ են գիտեմ, մարդիկ գալիս են հոյակապ ցուցանտեսներ են։ Բայց ասում եմ, եթե թուն չքննես ադիգա Տունը չիդանից բադին վրան չտնես, կուզավագը չդեսնի, մենք չենք կնար առաջ դիմել։ Այսօր բժիշկներ, փաստաբաններ, գրասենյակներ ունեն մեծ, գերցած գրասենյակները IKEA-ին նգար մարածրած են։ Բայց չեն անդրադառնալ, որ եթե իրենք կան, թեգուզ $3000 վճարեն մի քեղեցիկ բաստարիմը, ինքը tax deduction-ը կստանա, ստեղծագործողը եկամուտ կունենա, իր գրասենյակը ավելի քեղեցիկ կերևնա, հաջախորդը որ քովը գմնա ավելի գուրախանա։ Բայց մենք չունենք այդ կարողությունը, ասիկա չունենք։ Տեսար մենք այդպես լավատեսորեն այդ ավարտում ենք այսօրվա մեր աղոթում, որովհետև դու ասեցիր, լավ բաներ ասեցիր, որ այդ լավ բաները պետքա լինի։ Հուսամ կլսեն ինձ։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր այսքան արդեն կհանդիպենք իհարկե հաջորդ 5 շաբթի երեկոյան 22:30 MJ հեռուստաընկերության ուղի եթերում առողջ եղեք։ Մինչ նոր հանդիպում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում, Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։